Նայեք, էսի են հայատներից է, որը ամռանը գազոն ենք ցանել, օգոստոսի 6-ին։ Հələ այս տույանները նայեք, ընդհանուր բույսերի տեսքը նայեք, ամառվա կես, խոտ ենք ցանել, ավտոմատ ոռոգման համակարգը ապահովել ու խոտը ցանել, դե տեսեք այգին ինչ տեսքի է եկել, հիմա ուղղակի ինչ է արվում, այստեղ սամշիտներ ունենք տնկելու, փոսերը փորել ենք, խորը ակոսները մեջ լավ հողախառնուրդ լցրել, նորից իհարկե ծածկել ենք, բայց հեսա սամշիտները որ կա 50 սանտիմը մեկ դնելու ենք, որ երկու կողմով սամշիտ լինի։ Ինչն եմ ուզում ցույց տամ, տեսեք, գույների, ծառերի փարթամությունն անգամ, տեսքն անգամ ցույց է տալիս, որ ինչքան կարևոր է եւ որ այգու համակարգը ավտոմատ է ոռոգվում։ Ու գազոնը այս այգին կարծեմ մի քանի անգամ փորձել էին գազոնային ցանել, ես իմ ովքեր եկել էին մոնտաժ էին արել, նորից քանդեցինք, նորից սարքեցինք, մեր խնամքի տակ չի իհարկե, մեր սպասարկման տակ չի, բայց մենք ենք հիմնել, պարբերաբար այցելում ենք, մեր խորհրդով օգնում ենք, դեռ նույնիսկ այս գազոնին պարտացրած չի, սա որ պարտանյութ տանք ավելի է խտանալու, ավելի խիտ բան լինելու։ Այս հատվածը, որ ռիսկային էր, մտածում ենք կարող է չաճի, ստեղ էլ խոտը աճեց, ճիշտ է էլի ռիսկային է, քարերի արանք, նեղ փոքրիկ հատված, բայց ոռոգում ունի, ճիշտ է այսենց ընդհանուր է ոռոգում, այլ տարբերակ չունենք, բիտոնային համակարգն արած էր, նոր մեզ տված էլի։ Այսինքն ստեղ այս սամշիտներ կտնկենք, հետո դետել կնայենք, հիմա մի քիչ աշխատանքային փուլում ենք, մի քիչ այս մայթերը կեղտոտել ենք, բայց տեսեք, սիրուն գազոն, սիրուն այգի։ Այսինքն ցալնում մեր թիմի գրագետ հոգատար աշխատանքների արդյունքները։ Այսքանը։